դա։ Հասկացաք դրա բանը։ Հիմա խնդրում եմ հերթով։ Թող ինքը որտեղ փաստեր անհնար է վիճարկել։ Հա։ Դա սեղմագիրավոր նախապատմություն ունի, որովհետև որևէ բանակցություն զրոյից հնարավոր չի սկսել, դա երկար տարիների պատմություն է, բայց ես ուրիշ բան ասում, եթե այդպես է, դուք ձեր օրոքայրին եւ Արցախը խոզումը եւ պատերազմը, դուք արդյոք քավության նոխած եք դարձել, թե ձեռնարկեիք ամենահարմար ձեռով բարձր ուզեք։ Տեսեք, 2018 թվականին մենք եկանք իշխանության Թավշյա հեղափոխության շնորհիվ եւ միջոցով։ Եթե դուք նկատել եք, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու հաջորդ օրվանից սկսել են մեզ մեղադրել, որ մենք եկել ենք իշխանության, որպեսզի Ղարաբաղը հանձնենք։ Հետադարձ հայացքով որ նայում ես, տեղի ունեցել հետևյալը. նախ Սերժ Սարգսյանը իհարկե պիտի գնար Թավշյա հեղափոխությամբ, ինքը ձև չուներ, որովհետև ժողովուրդը իր խոսքն ասել էր։ Բայց ես ենթադրում եմ, որ իր հրաժարականի հաջորդ օրվանից իսկ ինքը իր մտքում ծնել է նոր հանճարեղ պլան, քանի որ իր կյանքը կտրուկ փոխվել էր, ինքը չգիտեր ինչ աներ, եւ ենթադրում եմ, որ իմանալով, որ ինքը բանակցային գործընթացը եւ ոչ միայն բանակցային գործընթացը, կրկնում եմ, հիշեք էլի, ռազմական բալանսի մեծացում Ադրբեջանի Հայաստանի նկատմամբ, Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ընտանիքների ընտանեկան բյուջեների մեծացում մեր մյուս բոլոր քաղաքացիներիս նկատմամբ, այսինքն համամասնությունը Հայաստան, Ադրբեջան, Հայաստան ռազմական բյուջեներ եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի ընտանիքներ ընդդեմ Հայաստանի բնակչության։ Այս երկու պրոցեսները իրար հետ գնացել են։ Եվ 2018 թվականի դրությամբ ինքը տեսնում էր, որ բերել է փակուղի, ինքն է հայտարարել այս դահլիճում, ազգային ժողովում ասել է փակուղում է։ Տեսել է, որ բանակցային գործընթացը փակուղիում է, տեսել է, որ ռազմական բալանսը խախտված է, ինչը իդեպ ինքը գրում է Վլադիմիր Պուտինին իր նամակի մեջ։ Ինքը մտածել է, շատ լավ, օքեյ, լավ, ինձ հանեցին իշխանությունն, այս իշխանազավթ ժողովուրդը իմ աստվածատուր իշխանությունը խլեց իմ ձեռքից, ժողովուրդը ասելով նկատի ունեմ Հայաստանի ժողովրդին, ոչ թե մեզ։ Ես շատ լավ կսպասեմ, ակնհայտ է, որ պատերազմը անխուսափելի է, եւ սրանց հետո կասենք դավաճան, թուրք, թրքաբարո, հողատու դավաճան Եվ հետ կգանք իշխանություն։ Տեղի է ունեցել հետևյալը, Հայաստանի ժողովուրդը ի հեճուկս իրանց իմաստուն ժողովուրդը, հայ ժողովուրդը ժեղ չի, դեբիլ չի, հիմար չի, հայ ժողովուրդը աշխարհի ամենաիմաստուն ժողովուրդներից մեկն է։ Եվ հայ ժողովուրդը տեսել է, թե ինչ է ունեցել։ Մենք ինչ ենք արել, մենք փորձել ենք այս անալոգիան բազմից բերվել, հա, երբ որ մենք նստել ենք մի մեքենա, որը գլորվում է դեպի անդունդը։ Մենք փորձել ենք այնպես անել, որ չգլորվենք դեպի անդունդը։ Այդքան բան։ Եւ մի կարևոր հանգամանք էլ ասեմ, էլի։ Մի հատ շատ կարևոր փաստարկ կա, որը էլի մեր ընդդիմադիր գործընկերները չեն խոսում դրա մասին։ Նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը 2016 թվականին ընդուներ սեղանին առկա փաստաթուղթը, կամ նույնիսկ եթե մենք այդ նույն փաստաթուղթը ընդունեինք 2019 թվականին։ Ինչ է ստացվում, ինչ է բխում Սերժ Սարգսյանի նամակից, որ արդյունքում հայկական կողմը ադրբեջանիներ վերադարձնելու 5 շրջանները, հայկական կողմը դուրս էր գալու Քելբաջարի եւ Լաչինի շրջաններից չհաշված միջանցքը, Լեռնային Ղարաբաղի, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններով տեղակայվելու էին սահմանապահները, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ չէր լինելու, ապագայի հանրաքվեի հարցել անհստակ էր լինելու։ Իդեպ լավ միտքս ավարտեմ, շարունակեմ։ Խնդրում եմ ինձ ասեք, ռազմավարական տեսանկյունից ինչով էր դա տարբերվելու 2020 թվականի նոյեմբերի, ասում եմ ռազմավարական տեսանկյունից։ Ու առանց զոհերի, մի վարքան, չեք լսում ինձ։ Ասում եմ, 2020 թվականի նոյեմբերից 9-ից հետո կար Լեռնային Ղարաբաղի որոշակի տարածք, որի շուրջ տեղակայված էին խաղաղապահներ, ճիշտ է։ Լսեք էլի, դե թողեք։ Բայց մեկը եղավ 2023 թվականի սեպտեմբերը եւ մեկը Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ մեկը հայերը լքեցին Լեռնային Ղարաբաղը։ Մի վարքան, թողեք կլինի մինչեւ վերջ ես ասեմ։ Չէ, որովհետեւ sense թեմաները ի հեճուկս ձեր սիրած ֆորմատի հնարավոր չի անընդհատ դանդաղ կներեք կարճ ասել, պետք է երկար ասեմ, որ համապարփակ լինի, լուրջ թեմաների մասին ենք խոսում։ Եվ հետևաբար
Այն ինչ որ նկարագրում է 2016 եւ 19-ի փաստաթուղթը, ըստ էության իր էությունը տեղի ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, բայց մեկը դա չի բերել նրան, որ Լեռնային Ղարաբաղը մնա հայկական, հասկանում եք։ Մի վարքյան ավարտում եմ, ես ձեր հարցերին էլ կպատասխանեմ, մինչև դուք կտաք այդ հարցերը։ Հաջորդը դուք ասեցիք չէ լինի առանց զոհերի։ Դա էլ է սխալ պնդում, որովհետև կրկին, եթե տեղեր ունենալու ապագայում պատերազմ, ավելի վատ մեկնարկային պայմաններով, էլի այդ զոհերը լինելու էին։ Բայց դա ենթադրություն է, եթե ապագայում կարող է լինել էլի պատերազմ։ Բայց մենք տեսանք, չէ, որ 2023 թվականին տեղի ունեցավ ռազմական իրադարձություն։ Մի վարքյան, հաջորդը դուք ասում եք, բայց ինչ խաղապահներ են տեղակայվելու, ակնարկելով, որ կարող է դեպքում ոչ թե ռուսական խաղապահներ տեղակայվեն, այլ միջազգային։ Իսկ որտեղից եք վստահ, որ այդ դեպքում ռուսական խաղապահներ չէին տեղակայվելու, եթե խոսքը ռուսական պլանի մասին էր։ Չէ, ասեմ, եթե խոսքը ռուսական պլանի մասին էր։ Էլ չեմ ասում, որ ըստ գաղտնազերծված փաստաթղթերի 90-ականների, եթե չեմ սխալվում, հենց ազատությունն էր գրել դրա մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանը դիվանագետների հետ շփումներում ասում է, որ ինքը ուզում է, որ ռուսական խաղապահներ լինեն միայն Լեռնային Ղարաբաղում։ Եվ ամենակարևորը, կարգավիճակի վերաբերյալ մի նյուանս էլ բաց թողեցի, ես խնդրում եմ, էլի ուշադիր եղեք այս նյուանսներին։ Երբ որ մեր ընդդիմադիրները ասում են, ահա, լինելու էր հանրաքվե, որի հարցը սահմանափակված չէր լինելու, եւ այն ունենալու էր իրավաբանորեն պարտադիր ուժ։ Այստեղ կա 3 նյուանս։ Նյուանս համար 1. Ոչ մի տեղ, եթե խոսում ենք 2016-ի առաջարկների մասին, որը նույն ինքը 2019-ն է, գրած չի, որ հանրաքվեն լինելու է միայն Լեռնային Ղարաբաղում։ Գրած է համաժողովրդական, իսկ անգլերենում nationwide, այսինքն համապետական հանրաքվե, որը կներառի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը։ Ինչա դա նշանակում։ Դա կարող է հանգիստ ինտերպրետացվել որպես հանրաքվե Ադրբեջանում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում։ Բնակչության, հա, այս կոնկրետ դեպքում իրական այդքան, հա, համաձայն եմ, բնակչության։ Հաջորդը դրա համար Սերժ Սարգսյանը օրինակ նամակում Վլադիմիր Պուտինին ասում շատ կարևոր է, որպեսզի գրվի, որ բնակչություն ասելով հասկանում ենք 1988 թվականի դրությամբ Լեռնային Ղարաբաղում ապրողներին, ինչը չկա ընդհանրապես։ Հաջորդը ամենակարևորը, ինքը ասում է, հանրաքվեն պիտի լինի կողմերի համաձայնությամբ։ Այսինքն Ադրբեջանն ու Հայաստանը չեն համաձայնվում, երբ լինելու հանրաքվե, վերջ այդ հանրաքվեն երբեք տեղի չի ունենա։ Բայց իրավիճակը կմնար այդպես ինչպես։ Ընդ որում, ներողություն, 2016-ի վերջին առաջարկով արդեն օգոստոսի, նույնիսկ չկա այդ բանը, որ հարցը սահմանափակված չի լինել։ Ինչ մասին Սերժ Սարգսյանը հարցազրույցում խոսում։ Պարոն Ռոբերտ Քոչարյանի թիմից ասում են ուր է Քիվեստի պայմանավորվածությունները, վերջացնում հարցս, ուր են այդ բանակցությունները, ինչու չի հրապարակել Նիկոլ Փաշինյանը եւ երկրորդն էլ ասում են իրենց օրոք Արցախ ենք կորցրել, իդեպ իրենք հանձնել բառն են օգտագործում, ասում են հիմա վերել են իրենց օրոք Արցախ են կորցրել հանձնվել, հիմա իրենք վերել են Մեղրի ինչ որ հայկական ժամանակում պատասխանված սցենար են ներկայացնում։ Այդ պատասխանի իսկությունը դրել են կազմակերպի տակ։ Նախ իդեպ շատ լավ հիշեցիք, էլի այդ հանձնել բառը, ես ենթադրում եմ, որ հանձնել բառը ասելով նկատի ունեն, երբ որ մի բան ուղղակի խոժարական հանձնվում է այլ։ Դա ասելը նշանակում է, գիտեք, չէ, մի վարքան էլի դե սպասեք, դա նշանակում է անարգել թափված արյունը։ Բարից բուն իմաստով դա նշանակում է անարգել 44 օրյա պատերազմի ժամանակ թափված արյունը, 2023 թվականի սեպտեմբերին թափված արյունը, որովհետև մի բան երբ որ հանձնում ես, դա հանձնում ես ուղղակի, չես թափում արյուն դրա համար։ Հաջորդը Քիվեստի վերաբերյալ, այդ Քիվեստի փաստաթղթի բացակայությունը կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան սիրո եռանկյունու հարց է, որովհետև այդ հարցերը արդեն մեր զուգված չեն։ Մենք 18 թվին եկել ենք իշխանության, ինչ փաստաթուղթ համանախագահների կողմից փոխանցված եղել է կառավարության ռեգիստրում, դա չկա։ Իհարկե չկա։ Ինչ կա, հրապարակել են Քիվեստի որևէ փաստաթուղթ չկա։ Հետևաբար հրապարակվել է այն փաստաթուղթը, որը 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը փոխանցել է ՀԺ-ին։ Հիմա թող իրանք իրար մեջ արդեն պարզ են։ Նախ, եթե Ռոբերտ Քոչարյանը հերքում է, ասում է
հրապարակված փաստաթուղթը մեղրին հանձնելու վերաբերյալ փոխանակելու սուտ է, դա արդեն իր ներքին ընտանեկան հարցերն են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թող գցեն բռնեն իրանցից ով է սուտ խոսում։ Մանավանդ վերջերս իրանք բան են, չէ, մեղրամիս են ապրում բոլորով իրար հետ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը։ Այդ իրանց մեղրամիսի շրջանակներում թող sense ինչ էթիկայի խախտում չի։ Տակուկ թող իրար հետ sense նստեն ճրակի դիմաց եւ քննարկեն ով է խափում։ Հաջորդը։ Եթե Ռոբերտ Քոչյանը կպնդի, որ իր նախագահության տարիներին այդ փաստաթուղթը եղել է ռեգիստրում, դե մեր ու իրանց արանքում եղել է Սերժ Սարգսյանի ադմինիստրացիան։ Այդտեղ արդեն հարցերը Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի միջև են։ Էլի թող տակուկ նստեն, բաները սավանները փռնեն իրենց ոտքերին, որ չմրցեն, եւ քննարկեն Սերժ Սարգսյանը որտեղ է կորցրել Քոչյանի այդ փաստաթուղթը։ Եվ ի վերջո, եթե Քոչյանն է խափում ու չի եղել որևէ այլ փաստաթուղթ, այդ արդեն թող Տեր-Պետրոսյանը եւ Սարգսյանը իրենց հարցերը լուծեն Քոչյանի հետ։ Բայց էությունը հետեւյալն է իրականում, ես հակված եմ հավատալ Լևոն Տեր-Պետրոսյանին այս հարցում, քավ լիցի ով եմ ես, որ առաջին նախագահի տված փաստաթուղթը կասկածի տակ դնեմ։ Եվ ըստ առաջին նախագահի տված փաստաթղթի Ռոբերտ Քոչյանը բանակցել է Հայաստանի ինքնիշխան տարածքը Ադրբեջանին հանձնելու շուրջ։ Պարոն Ռուբինյան, եթե այս թեման սպառվեց, օքեյ, Հանցի իրավունք այդպես են կասում։ Պայմանավորվել ենք, չէ՞ ախր։ Բայց ես բացարձակ դա չեմ ասում։ Ձեր վարած քաղաքականությունը որքանով ապրել ու հանգեցրել այս վիճակին։ Հացակ Ադրբեջանի կազմի ճանաչելը, ռուս քաղաքականներից տարբեր հացակ բերելը։ Դուք որ լրատվամիջոցի։ Ահա։ Շատ լավ։ Հացակ Ադրբեջանի կազմի ճանաչելը, ռուսներից տարբեր հացակ բերելը։ Այսինքն ձեր վարած։ Շատ լավ։ Նախ խնդրում եմ իմ ողջույնները փոխանցեք պարոն Աբրահամյանին, Առավոտի գլխավոր խմբագրին, ես իրեն փոքրուց ճանաչում եմ, քանի որ մայրս նույնպես երկար տարիներ աշխատել է Առավոտում։ Հաջորդը խնդրում եմ պարոն Աբրահամյանին փոխանցել հետևյալ հարցը։ Տեսա այս վերջերս ինքը մի ստատուս էր գրել էր Չէ, ես ուզում եմ դուք փոխանցեք։ Ասում էր, ես չեմ ընդունում այն հոգևորականներին, որոնք ուղիղ չեն պատասխանում, այսինքն որոնք հարցերին ուղիղ իրենց դիրքորոշումը չեն հայտնում։ Ասում է, ես չեմ ընդունում, որ ուղիղ չեն ասում, նորմալ է, որ կաթողիկոսի անունը զեղչում են, թե ոչ պատարակների ժամանակ։ Ես խնդրում եմ իրեն փոխանցեք հետևյալը։ Չի կարծում արդյոք ինքը, որ այդ նույն տրամաբանությամբ ինքը սկզբից այլ հարց պետք է տա։ Չի կարծում ինքը արդյոք, որ ուղիղ պետք է մարդիկ պատասխանեն կամ ինքը անձամբ պիտի պատասխանի հետևյալ հարցին։ Նորմալ է, որ կուսակրության ուղղ տված կաթողիկոսը երեխա զավակ ունի, թե ոչ։ Մի վայրկյան։ Չէ, ես հեսա պատասխանի մասա։ Սա ուղիղ ոչ, սա ուղիղ մասա պատասխանի։ Եվ եթե պարզվի, որ նորմալ չի, որ զավակ ունի, ուրեմն շատ նորմալ է, որ անունը զեղչվում է, որովհետև ինքը այդ ակտի իսկ բերումով կարգալուծա։ Հաջորդը։ Հիմա հասկացեմ ձեր պատասխանը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ նշում եւ որևէ կախում դրված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։ Այսինքն նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի ասում, որ ռուս խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չի։ Կամ այդ հայտարարությունը չի ասում, որ ռուս խաղաղապահ զորակազմը կանգնում է այնտեղ, քանի որ պարզ չի այն Ադրբեջանի մաս է թե ոչ։ Ասեմ ավելին, Ռուսաստանի Դաշնության նախագահը 2020 թվականի դեկտեմբերին ասել է, որ Լեռնային Ղարաբաղը եւ նրան շրջապատող 7 շրջանները եղել են եւ կան Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածք։ Հետևաբար 2022 թվականի Պրահայի հայտարարությունը նոյեմբերի 9-ի հայտարարության էության մեջ եւ առավել եւս ռուս խաղաղապահ զորակազմի ֆունկցիաների մեջ որևէ փոփոխություն չի մտցրել, զրոյական փոփոխություն է մտցրել։ Իմ ասածը հետեւյալն է, որ իրենք ընդդիմությունը, երբ որ պնդում են, որ կար այսպիսի հանճարեղ պլան, նախ հիմա ես ապացուցեցի, որ իրանք այդքան էլ չեն համարել, որ դա հանճարեղ պլան է, որովհետև Սերժ Սարգսյանը 2016-ի նամակում մի քանի էջով փաստարկում է, որ դա հանճարեղ պլան չի։ Դա իր կարծիքն է, ես բան չեմ ասում, բայց դա տեղի է ունեցել։ Եվ հետեւաբար երեսպաշտությունն է, որ մեզ ասում են ինչ է հանճարեղ պլանը չեք ընդունել։ Եվ հաջորդը, եթե իրենք համարում են, որ այդ պլանը հանճարեղ է, ես ասում եմ, այդ պլանի
Պրակտիկան մենք տեսել ենք էմպիրիկ, այսինքն եղել է պատերազմ, այո, պատերազմից հետո ընդունվել է հայտարարություն, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղակայվել է ռուս խաղաղապահ զորակազմը, որի արդյունքում 7 շրջանները անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ որի արդյունքում միևնույն է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո ռազմական օպերացիայի արդյունքում։ Դուք դե հիմա տեսնում եք, որ դուք չեք լսում ինձ։ Մի վարքան դուք չեք լսում ինձ։ Դուք հարցը ուրիշ դուք տալիս եք հարց, որը մեր քննարկած թեմայի հետ կապ չունի։ Եթե ձեր հոգուն մի վարքան։ Դա այն քաղաքականությունն է, որը Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ ասում են ինչու չեք վարել։ Հասկանում եք։ Ասում են ինչու չեք արել դա։ Ես էլ ասում եմ, մենք էլ ասում ենք, մենք դա պատերազմից հետո արել ենք, եղել է այն արդյունքը, որը եղել է։ Բայց եթե ձեր հոգուն խաղաղություն կիշնի նայից, որ ես ասեմ, որ մենք մեղավոր ենք ամեն ինչում, որ ես մեղավոր եմ ամեն ինչում, ես դա կարող եմ ասել։ Այո, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը սրբեր են եւ հրեշտակի պատկերներ են, որոնք իջել են երկիր եւ մենք պետք է ամեն օր Աստծուն շնորհակալ լինենք, որ նրանք իջել են երկիր եւ պիտի Կտրիժ Ներսյանը հատուկ պատարակ մատուցի եւ սրբադասի նրանց, իսկ մեղավորը մենք ենք։ Շնորհակալություն։